Նրանց մարմինները փոխադրվեցին Սյուքեմ և դրվեցին այն քարայրի մեջ, որն Աբրահամը արծաթով գնել էր Եմորի որդիներից Սյուքեմում։ Երբ մոտեցավ ավետյաց ժամանակը, որ Աստված խոստացել էր Աբրահամին, ժողովուրդը Եգիպտոսում աճեց և բազմացավ, մինչև որ Եգիպտոսում ելավ մի ուրիշ թագավոր, որ չէր ճանաչում Հովսեփին։ Նա հնարքներ բանեցրեց ընդդեմ մեր ազգի և չարչարեց մեր հայրերին նրանց զավակներին ընկեցիկ անել տալով, որ չապրեն։ Այդ ժամանակում ծնվեց նաև Մովսեսը, որն Աստծու առաջ վայելուչ էր և որն իր հոր տանը մեծացավ 3 ամիս։ Եվ երբ նրան ընկեցիկ արեցին, փարավոնի դուստրը նրան վերցրեց և նրան մեծացրեց որպես իրեն որդեգիր։ Մովսեսը եգիպտացիների ամբողջ իմաստությամբ կրթվեց և զորավոր էր իր խոսքերով և գործերով։ Երբ նրա 40 տարին լրացավ, նրա սրտում ընկավ իր եղբայրների՝ իսրայելացիների մեջ շրջելու միտքը։ Եվ նա մի անիրավված իսրայելացու տեսնելով, զայրացավ և զրկվածի վրեժը լուծեց Եգիպտացուն սպանելով։ Մտածում էր, թե իր եղբայրները կիմանան, որ Աստված իր ձեռքով նրանց փրկություն է տալու, բայց նրանք չիմացան։ Եվ հաջորդ օրը հանդիպեց 2 իսրայելացիների, երբ նրանք կռիվ էին անում, և նրանց ստիպեց խաղաղություն անել ու ասաց. «Ով մարդիկ, եղբայրներ եք, ինչու եք միմյանց անիրավում»։ Իսկ նա, ով անիրավում էր ընկերոջը, մերժեց նրան ու ասաց. «Քեզով իշխան և դատավոր կարգեց մեր վրա, մի՞թե ինձ էլ սպանել ես ուզում, ինչպես որ 3 սպանեցիր Եգիպտացուն»։ Եվ այս խոսքերի վրա Մովսեսը փախավ ու պանդուխտ եղավ Մադիամի երկրում, ուր ծնվեցին նրա 2 որդիները։ Երբ 40 տարիներ անցան, Սինա լեռան անապատում նրան երևաց Տիրոջ հրեշտակը մի մորենու կրակի բոցերի մեջ։ Եվ Մովսեսը այս տեսնելով զարմացավ տեսիլքի վրա, ու երբ նա մոտենում էր նայելու, հասավ Տիրոջ ձայնը. «Ես եմ քո հայրերի Աստվածը, Աբրահամի, Իսահակի և Հակոբի Աստվածը»։